Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարգելի քաղաքապետ, սիրելի երևանցիներ, հարգելի հավաքանու անդամներ, պարոն Սուքիասյան, խոսում եք Դահլիճից միգրացիայի վերաբերյալ, արտագաղթի վերաբերյալ, բայց դուք ինքներդ բազմիցս հաճախակի դուրս է գալիս ձեր նիկոտինային բավարարվածության պահանջմունքը ապահովելու նպատակով։ Կարծում եմ շատ մարդիկ այստեղ կարող են դուրս գալ իրենց կարիքների բավարարման համար, իսկ ինչու եք տարբերություն դնում, այսինքն ձեզ կարելի է դուրս գալ, մյուսներին չի կարելի դուրս գալ Դահլիճից։ Խնդրեմ այդ ամեն ինչու մի քիչ ավելի ուշադիր լինեք, բոլորն էլ մարդ են, բոլորն էլ հնարավոր է դուրս գան, ունեն խնդիրներ, ինչ որ կարող է գնան կարիք հոգալու։ Տիկին Փոստան ջան, չէի ուզի անդրադառնալ ձեր ելույթներին, բայց ցավում եմ իհարկե, որ անդրադառնում եմ, հարգելով, հա, ամեն դեպքում, որ դիմացինս կին է, բայց դասականները կբնութագրեին հետևյալ կերպով. գաստրոլյորների արկածները եւ քրոնիկոնը կամ Ռաֆին կբնութագրեր անառակ որդու վերադարձը հյուրախաղերով։ Որոշների հիշողությունը գուցե եւ կարճը եւ քիչը, բայց ձեզ երևի թե հիշում են բոլորը ձեր ընդդիմադիր գործունեությամբ, բայց կարծում եմ քչերն են հիշում ձեզ, որ դուք 2000-ից 2007 թվականներին աշխատում եք Երկիր մեդիայի հեռուստաընկերությունում, 5-րդ Շարասյան մեր հեռուստաընկերությունում, որը գիտենք, որ քաղաքական ուժի արբանյակն է, հաղորդումներ եք վարում եւ պատրաստում Պրոմեթևսում, Հ2-ում եւ Երկիր մեդիայում։ Փախուստից եք խոսում, բայց մոռանում եք, որ 2007-ին փախուստի դիմեցիք եւ հանգրվանեցիք Ժառանգություն կուսակցությունում։ Մոռանում եք, որ Ժառանգությունից հետո հանգրվանեցիք Երկիր Ծիրանիում, ուժեղ ընդդիմադիր գործունեություն ծավալեցիք եւ այդ հյուրախաղերով, փախստականի կարգավիճակով հետ վերադարձաք ուր դեպի Մայր Հայաստան խմբակցություն։ Բարի վերադարձ իհարկե, մեկ էլ ձեր լոզունգը դեպի Արարատ է, չէ՞, մի հատ խնդրում եմ հիշեցրեք, դեպի Արարատ ում հետ եք գնում, Վարդանիկի, ում հետ Թևանյան Անդրանիկի, Քոչարյան Ռոբերտի, թե Ռաֆի Հովհաննիսյանի հետ եք գնում Արարատ։ Խնդրում եմ մանրամասնեք։ Ձեզ մոտ խնդրում եմ մի ընդհատեք Տիկին Փոստան ջան, ես ձեզ համակ ուշադրությամբ լսում էի, ես ձեզ Տիկին Փոստան ջան, լրեք, մի րոպե, Լևոն, Տիկին Փոստան ջան, բազարում չեք, հասկացանք, այստեղ ամբիոնում թողեցինք, ինչ ուզեցիք, խոսացիք, հիմա բարի եղեք, լրեք, դուք խոսքի իրավունքից առհասարակ զրկված եք, հիմա մի ստիպեք, մի հատ էլ ստիպված ձեզ հանեմ ես Դահլիճից, շարունակեք։ Տիկին Փոստան ջան, շնորհավորում եմ, այսօր ձեր քաղաքական բենեֆիսը, ձեր քամբեքը, ձեր հետ վերադարձը կայացավ հայտնի կանալիզացիայի թեմաներից հետո։ Շնորհավորում եմ ձեզ, բայց ձեզ տալիս եմ մի հատ դիագնոզ, դուք ունեք անձի երկատում։ Մի հատ բան արեք, մի հատ հետ նայեք, հետ հայացք նետեք ու մի հատ նայեք ձեր քաղաքական ուղուն ու ամեն ինչ ձեր համար ակնհայտ եւ պարզ կլինի։ Շնորհակալ եմ։ Արտահերտ ելույթով Արմեն Փամբուխյան։ Շնորհակալություն։ Տիկին Փոստան ջան, Հավաքանու անդամին չի կարելի սպառնալ։ Խնդրեմ, Լավ, մի հատ